Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Օրը երկուշաբթի է եւ առաջին ալիքի երեկոյան եթերում «Սպասիր ինձ» հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Խոստովանենք, որ սպասում էինք մեր հանդիպանը։ Ձեզանից ոմանք հավանաբար անհամբեր սպասում են իրենց մասնակցությամբ տեսանյութերի եթեր հեռարձակվելուն։ Ոմանք անհամբեր սպասում են իրենց հարազատի մասին որևէ նորության։ Ոմանք էլ պարզապես ուզում են անծանոթ մարդկանց որոնման պատմության շարունակությունը լսել, համոզվելու համար, որ ամեն բան լավ ավարտ է ունենալու։ Իսկ ինչ ենք ուզում մենք։ Կարծում եմ, մենք ուզում ենք նույնը։ Ուզում ենք ավելի հաճախակի մի շատ կարևոր արտահայտություն ասել։ Մենք գտել ենք նրան։ Անկասկած ամենացանկալի արտահայտությունն է, ու որպեսզի հասցնենք ավելի հաճախ ասել այն, շտապենք սկսել այսօրվա թողարկումը։ Սպասիր ինձ հաղորդաշարի հանդիսատեսին դժվար չէ տարբերել մյուս բոլոր հաղորդաշարերի նկարահանումներին եկած հանդիսատեսից։ Նրանց ձեռքում կան լուսանկարներ, երբեմն շատ հին, բայց անպայման խնամքով պահպանված։ Արդեն տեսնում եմ նրանց առաջին շարքում եւ նրանցից մեկին էլ հրավիրում եմ այստեղ զրույցի։ Համեցեք։ Բարի երեկո, համեցեք։ Կխնդրենք ներկայանաք։ Ես Անետան եմ, եկել եմ Վանաձոր քաղաքից, փնտրում եմ քույրիկիս, մոտավորապես 45-47 տարեկան է հիմա ինքը, չենք փնտրել, որովհետև չեմ իմացել տեղը, հայրիկիս մահից հետո ուրիշ քաղաքներում եմ փնտրել, որտեղ որ պապաս աշխատել է վերջի տարիներին, ու միամիտ մեր համագյուղացի տղաներով աշխատելուց վատ դրության մեջ են հայտնվել ու իմ քույրիկը իրանց օգնել է, չիմանալով ովքեր են, հետո ներկայացել է բան ու իրանք եկան մեզ պատմեցին լրիվ ուրիշ տեղ Իրկուտսկի օբլաստ, Բուրյատիա, Նիժնիուդինսկ, այդքանը գիտեմ, բայց անունը չեն հիշում իրանք։ Դուք էլ չգիտեք ձեր քրոջ անունը։ Կարծում եմ պետք է մի փոքր խորանանք ձեր ընտանեկան պատմության մեջ։ Մեր ընտանիքում մամաս պապաս կորցրել են 9 երեխա։ 9-րդը ես եմ, 10 եղբայրս, հետո մի քույրիկս էլ մահացել, պապաս ընդեղ ունեցել այդ երեխին ու այդ ձևով ինքը միշտ տեր ա եղել, միշտ իմացել ենք բան, ինքը ինձ ասում էր հենց մեծանաս, քեզ տեղ եմ տանելու, քույրիկիդ տենաս։ Ժամանակ առ ժամանակ ձեր հայրը պատմել են նրա մասին։ Նաև լուսանկարներ եք ստացել։ Միշտ նամակները ստացել ենք, հա։ Ենթադրում եք, որ ձեր հայրը նաև ձեր քրոջը ձեր մասին է պատմել։ Ինքը լրիվ մեր մասին իմացել է, որտեղ մեր գյուղի տղաներին պատմել է ինքը, որ ես այդ գյուղի անունն էլ է Շեշտե գյուղի, ես էլ եմ այդ գյուղից ու Եսայանի աղջիկն եմ։ Կասեք, խնդրում եմ, շատ կարևոր բան, ձեր հայրիկի անունը, Եսայան արդեն ասացիք։ Եսայան Վարդգես։ Իսկ դուստրը կրել է արդյոք նույն ազգանունը։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Հավանաբար չգիտեք նաև նրա մոր մասին որևէ բան։ Չէ, չգիտեմ, բայց ինձ թվում է չար չի եղել, որովհետև նկարներ ուղարկել ամեն անգամ ու գյուղի հասցեով էլ էլի ուղարկել մենակ Կրասնոյարսկ չի ուղարկել, ասենք պապաս ընդեղ էլ ապրել երկար ժամանակ, մենակ ընդեղ չի ուղարկել, նաև գյուղ։ Մի փոքր պատմենք նաև լուսանկարի մասին։ Այս տարիքում է եղել ինքը այդ քաղաքում։ Դրա համար հենց այս լուսանկարն եմ ընտրել 40-42 տարեկան ժամանակ է եղել ինքը այդ նույն քաղաքում, ես լրիվ հարցրել եմ էլի, արդեն տեղեկացվել եմ, Շինտրեստի կառավարիչ է եղել ինքը։ Իսկ կա տեղեկություն, գուցե երեխայի մայրը նույնպես բուրյատ էր։ Հա, երևի հա։ Իսկ որ թվականին է ծնվել ձեր քույրը, թեկուզ ենթադրաբար միջակայքը թվերի։ Ենթադրաբար 45-ից 47 տարեկան կլինի ինքը, ինձ տենց են ասել, երեկել եմ վերջի անգամ էլի հարցրեն օրեկե, 45-47։ Հորեղբորս տղան հիմնականում ու այդ տղեկը, որ այնտեղ են եղել, զանգեցի մեկի տղան ասավ այդ տարիքում, պապան ասում է մոտավոր այդ տարիքի։
Իսկ ինչպես է ստացվել, որ ընդհատվել է կապը ձեր հոր, այդ նամակագրությունը ձեր հոր եւ ձեր քրոջ միջեւ։ Երկրաշարժի ժամանակ ընդհատվեց, երկրաշարժից հետո դե ընդհանրապես տենց պոստային ոչ մի բան չկար, մնաց օդում կախված։ Հիմա էլ որ մենակ եմ, ավելի շատ եմ ուզում գտնեմ։ Ինչքան ուզում ամեն ինչ էլ ունենաս, մի կողմը դատարկ է միշտ։ Շատ լավ, մեզ մնում է անցնել մեր ավանդական ուղերձին։ Մենք միշտ խնդրում ենք, որ մեր հայտատուները նայելով տեսախցիկին պատկերացնեն, որ իրենց հարազատն է իրենց լսում եւ դիմեն նրան։ Սիրելի քույրիկ, կներեք, որ շատ ուշ եմ իմացել ձեր մասին ու նաեւ իմացել եմ, որ դու մեր հայրիկից նեղացած ես։ Որոշել ենք, որ մենք համաձայն ենք, որ դու գաս մեր մոտ։ Մենք հանդիպենք։ Շատ շնորհակալություն, ցավոք սրտի տեղեկություններն այդքան շատ չեն, բայց այն ինչ էլ պատմեցիք, գոնե ինչ-որ մի բան է։ Ես եմ շնորհակալ։ Եթե մարդու մասին ոչ միայն չեն մոռացել, այլև որոնում են նրան, ուրեմն նա կարևոր է ինչ-որ մեկի համար։ Ուրեմն իր ներկայությամբ կարող է ինչ-որ մեկին երջանկացնել։ Հուսանք այդպես էլ կլինի այս անգամ։ Մեր նախագծի միջոցով որոնումներ իրականացնելու որոշում կայացնողները սկզբնական փուլում որոշակի մտավախություններ են ունենում։ Հարցականներ, որոնց պատասխանները նախորոք իմանալ չեն կարող ոչ նրանք, ոչ էլ մենք։ Այդ հարցերից մեկը սովորաբար մենք ենք ուղում մեր հայտատուներին, փորձելով գոնե մոտավորապես կանխատեսել որոնումների հետագա ընթացքը։ Ինչպես կարձագանքի որոնվողը, երբ իմանա, որ իրեն փնտրում են։ Մեծամասամբ մեր հայտատուները վստահություն են հայտնում, որ հանդիպումը երկուստեք ուրախալի կլինի։ Բայց իհարկե լինում են դեպքեր, երբ նույնիսկ որոնողներն են կասկածում։ Իսկ գուցե նա բացասական արձագանք տա։ Իսկ գուցե նա գիտի ինձ հետ կապվելու միջոցները, բայց չի ուզում։ Իսկ գուցե նա զայրանա իր նկարը եթերում ցուցադրելու համար։ Այս գուցեները միշտ կարող են տեղ գտնել որոնումների ժամանակ, բայց երբեք չեն կարող կանգնեցնել նրան, ով կարոտում ու սպասում է, ով ամբողջ սրտով հավատում է ու փնտրում։ Երբեմն մարդկանց ուղղակի անհրաժեշտ է իմանալ, որ նա, ում փնտրում են, ողջ ու առողջ է, իսկ մնացածը հետո։ Դիտենք մեր հերթական տեսահայտը։ Ես Համոզած Դավթյանն եմ, ծնվել եմ Մղճան գյուղում։ Հիմա ես փնտրում եմ պապիկիս ժառանգներին, որոնք գտնվում են Ֆրանսիայում, Մարսել քաղաքում։ Նկարում պապիկսը իր ընտանիքով, կինն է ու երկու աղջիկները՝ Իդան, Սոնյան, Շատալը։ 1941 թվականին մեր հայտատուի անվանակից պապը Համազազբ Դավթյանը մեկնեց պատերազմ։ Կինը եւ նորածին որդին Գուրգենը մնացին մենակ։ Հարազատների օգնությամբ ընտանիքը Արևմտյան Հայաստանից տեղափոխվեց Արարատի մարզի Մղճան գյուղ։ Ուկրաինայում Համազազբը գերեվարվեց։ Նրան մի խումբ ռազմագերիների հետ ուղարկեցին Ֆրանսիա, համակենտրոնացման ճամբար։ Տղայի մասին երկար ժամանակ լուր չկար։ 1973 թվականին Համազասպի ծառայակից ընկերն այցելեց Դավթյաններին։ Նա ընտանիքին հայտնեց, որ ճամբարից դուրս գալուց հետո Համազասպը տեղափոխվել է Մարսել քաղաք։ Այնտեղ նա ամուսնացել է ազգությամբ հրեա կնոջ հետ, եւ նրանք երկու դուստր են ունեցել։ Կնոջ անունը Իդա է, աղջիկներինը Սոնյա եւ Շատալ։ Տատիկս ամուր կինայել է, ցույց չէր տալիս ազգություն, բայց պապան միտեղ որոնեն, ասենք, ծնողների կենացը, որ խմում էին, պապան լացում էր։ Ուզում էր գնար։ Պապան հետո պապի քեռու տղան չթողեց, ասեց, որ դու գնաս, էլ ինքը չի գա։ Թողաստ է, հետո ասել պապան չգնաց, դե ռազմագերի էր, այն ժամանակ վախենում էին։ Համինքը կակսուրվեր, համընտանիքը կակսուրվեր, երեխա ուներ ինքը, բնականաբար գիտակցաբար ինքը հեռացել է, թե չէ կարոտը հնարավոր չի, հայ կարոտը մնում է կարոտ։ Խաղան գլոտը։ Համազասպի որդին Գուրգենը վերցրեց հայրիկի տան հասցեն ու նամակ գրեց։ Համազասպն արձագանքեց, այսպիսով հարազատների միջև նամակագրական կապ սկսվեց։ Նամակներում Համազասպը պատմում էր իր առօրյայից, ասում էր, որ անտառային տնտեսությամբ է զբաղվում, ուղարկում էր իր դուստրերի լուսանկարները, սակայն տուն վերադառնալու մասին երբեք չէր խոսում։ Պատմեր, որ մեծանում են, կարոտում են,
Աղջիկներին առանձին էին գնում, պապիկին հայերեն առանձին էին գնում։ Ընտանիքից միայն գիտենք, որ մի աղջիկ ինչ որ տաքսի ա քշել կամ տաքսու պարկա ունեցել, հաստատ չգիտեմ, իսկ այսուրս միշտ ասում էր, մեկն էլ շտապօգնությունում ա եղել, թե ինչ աշխատել, էդ էլ կոնկրետ չգիտեմ։ 4 տղա ա ունեցել սկեսրայրս, բայց աղջիկը համար ուշքը գնում էր, որ գիտեր քույրեր ուներ, ինքը մի ուրիշ կերպ էր պատկերացնում այդ քույրերի պահը, որ ոնց պիտի տեսնի, ինչ պիտի լինի, հորը տեսնի ոնց կլինի։ Ինքը ասում էր, ես չեմ պատկերացնում, թե ոնց պիտի տեսնեմ ու ինչ պիտի լինի։ Վերջին անգամ Համազասպը Հայաստան նամակ ուղարկեց 1980 թվականին։ Դրանից հետո Հայաստանից Մարսել ուղարկած բոլոր նամակներն անպատասխան էին մնում։ 1987 թվականի գարնանը Դավթյանների տուն մի տղամարդ եկավ, ներկայացավ որպես Համազասպի ընկեր։ Նա հայտնեց, որ Համազասպը դուստրերի հետ շուտով Հայաստան է գալու։ Ուզում է իր անվանակից Թորան հարսանիքին անպայման ներկա լինել։ Համազասպն ու Զենֆիրան աշնանն ամուսնացան, բայց պապիկն այդպես էլ չեկավ։ Թե հիմա ինչի մար չեկավ, ոնց չեկավ, դա արդեն ոչ մեկը չգիտի։ Պապա այդ որ խոսում ենք, պապան լացում էր։ Դե ինքը սաղ կյանքը սպասել այլ։ Ինքն էլ տատին էլ։ Որտեվ ասենք տատին մեզ համար ծնող այլ է։ Հիմա կուզենայինք, որ պապին էլ կողքները սներ։ Սկեսրայրս միշտ ուզեցել է իր հորը տեսնի, միշտ։ Ու միշտ անունը տվել է, աչքերը լցրել է կարոտով։ Անընդհատ ասում էր, ես պիտի տեսնեմ նոր, մտքով չէր անցնում, որ չի տեսնել։ Ինքը շատ մեծ հույս ուներ։ Պատմում էին, որ մեր պապիկը կարոտել ժամանակ հայ որ գնացել է, սենյակ ա ունեցել ու իրենց համար մոմ ավարել ընտանիքի անդամների համար։ 1999 թվականին Գուրգենը մահացավ։ Պապիկի ժառանգներին Շատալին ու Սոնյային այժմ փնտրում է Համազասպի ընտանիքը։ Որոնման համար ունեն միայն 2 լուսանկար։ Նամակները չեն պահպանվել, նրանց բնակության հասցեն ոչ ոք չի հիշում։ Դավթյանները ենթադրում են, որ հարազատները շարունակում են ապրել Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Ուզում մի հատ գնամ գերեզմանը, մի հատ պապի գերեզմանին, մի հատ ասենք մի հատ խումբ ծխենք կամ հայրաբար ասած, որտեղ երկուսով էլ մի անուն ազգանուն ենք, էլի ոնց լինի։ Ահա որ սպասում ենք, չգիտենք իրանք ոնց կլինի, ինչ կլինի, բայց մենք շատ ուժեղ, շատ երազանք չեմ ուզում ասեմ, ուզում եմ ասեմ, որ տեսնելու ենք հաստատ։ Շատ հետաքրքիր կլինի, որ հորաքույրը գնան գանք, իրան գնան գան։ Չգիտեմ, ես սպասում ունեմ ու շատ մեծ երջանկություն կլինի ինձ թվում ամուսնուս համար, իսկ ամուսնուս երջանկությունը բնականաբար իմ երջանկությունն է։ Հորաքույրեր ջան, շատ եմ ցանկանում, ասենք, պապան չի տեսել։ Ես ուզում եմ մի հատ ձեզ հետ տենամ, ծանոթանամ, շփվենք իրար հետ, որտեղ մի առուն ենք։ Մենակ ենա որ կուզեմ, մեկ էլ պապիս գերեզմանին գնանք։ Սերգեյ Աղաբեկովին են խնդրում արձագանքել նրա դասընկերները։ Սերգեյի մայրը Վիկտորիա Աղաբեկովան աշխատում էր որպես աշխատանքի ուսուցման ուսուցիչ։ Ենթադրվում է, որ Սերգեյն ապրում է աշտարակում կամ Արտաշատում։ Հայտնի է, որ նա ժամանակին հոկտեմբերյանում մասնակցել է հայկական ատոմակայանի վերականգնման աշխատանքներին։ Այս հարսանեկան լուսանկարը Օլգա Սավենկոյի ընտանեկան ալբոմից է։ Փեսացուն Օլգայի որդին է, Ալեքսանդրը։ Նրա կողքին կանգնած է Օլգայի զարմուհին, Ելենա Իվանի Բասը։ Նրա առջև իր որդին է, Արթուրը։ Հարսնացուի կողքին Օլգայի հորաքույրն է, Մարիա Յակովի Բասը։ Ելենան, Մարիան եւ Արթուրն ապրել են Էջմիածին քաղաքում։ Ռուսաստանում ապրող ընտանիքի անդամների հետ պահպանել են կապ, որը ժամանակի հետ խզվել է։ Այս լուսանկարն արվել է Գյումրիում 1982 թվականին։ Լուսանկարում պատկերված է Լիդիա Վրաբիեն, Մոլդովայից։ Նրա կողքին Լիդիայի որդու 1983 թվականին ծնված Ռուսլանի հայրն է, որի անունը Գեորգ է կամ Գևորգ։ Լիդիան մահացել է այդպես էլ ոչինչ չպատմելով որդուն հոր մասին, սակայն Ռուսլանն այժմ ուզում է գտնել նրան։ Լուսանկարում պատկերված է Գայանեն, արդեն երկար տարիներ նա որոնում է իր հայրիկին, Արտավազ Չիվանի Մխչյանին։ Հայր եւ դուստր երբեք չեն հանդիպել,
բայց Գայանեն գիտի, որ իր մայրիկն ու հայրիկը 7 տարի ապրել են Երևանում, հետո բաժանվել են եւ Սվետլանան, որն այդ ժամանակ երեխայի էր սպասում, տեղափոխվել է իր հարազատ քաղաք Նովոկուզնեցկ։ Գայանեի ծնվելուց հետո 5 տարի ծնողները նամակագրական կապ են պահպանել։ Լուսանկարում Նվեր Սարգսյանն է։ Արդեն երկար տարիներ նրան է փորձում գտնել Սանիկը, Ջոլիտան։ Նվերը կարող է բնակվել Աբխազիայում կամ Ռուսաստանում։ Խնդրում ենք նրա մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում կապ հաստատել մեր խմբագրության հետ։ Սպասիր ինձ հաղորդաշարի մշտական հեռուստադիտողները լավ գիտեն, որն է մեր գերխնդիրը, մեր նպատակը։ Ամեն գնով օգնել մարդկանց իրենց հարազատների որոնման գործում։ Մեզ հաճախ դիմում են վերջին հույսով, այն ժամանակ, երբ սեփական ուժերով նախաձեռնած որոնումները փակուղի են մտել, այն ժամանակ, երբ այլևս դիմելու տեղ չի մնացել։ Հասկանալով, թե որքան կարևոր են մեր նախագծի ռեսուրսները եւ մեր օգնությունը, մենք անում ենք ամեն բան, որպեսզի որոնվողի մասին հնարավորինս շատ մարդիկ իմանան։ Չէ՞ որ որքան շատ տարածվի ինֆորմացիան կորած մարդու մասին, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կգտնվեն նրան ճանաչողներ։ Մեր խմբագրությունը ստանում է բազմաթիվ զանգեր, իսկ նախագծի կայքում հավաքվող հայտերն ունենում են արձագանքներ ու մեծ ոգևորություն է տիրում յուրաքանչյուր անգամ, երբ լսում կամ տեսնում ենք այդքան սպասված արտահայտությունը։ Ես ճանաչում եմ նրան, կամ ես հենց այն մարդն եմ, որին փնտրում են։ Մեր նախագծի ճանաչման աշխարհագրությունը կարող է մրցել ցանկացած այլ որոնողական կամ հետախուզական ծառայության հետ։ Մեզ դիտում են տարբեր երկրներում, մեզ դիմում են աշխարհի տարբեր քաղաքներից։ Մենք գտնում ենք մարդկանց այնտեղ, որտեղ նույնիսկ որոնողների մտքով կարող էր չանցնել։ Եվ դա մեծապես մեր հերինակիցների շնորհիվ, որոնք բնակվելով օտար երկրներում համագործակցում են մեզ հետ, հետաքրքրվում են եւ օգնում գտնել մարդկանց։ Իսկ նորանոր որոնման հայտերի հոսքը չի դադարում ոչ մի օր։ Այս պահին կդիտենք դրանցից մեկի հիման վրա նկարահանված տեսանյութը։ Սա իմ հայրական տունն է, որտեղ ժամանակին հայրս իր առաջի կնոջ եւ քրոջս հետ ապրել են։ Ինձ պատմել են, որ քույրիկս այստեղ ժամանակին սիրել է խաղալ այգում, տատիկիս ձեռքը բռնացման են եկել։ «1959 թվական, Ռուսաստան, Սևերոմորսկ քաղաք։ Վարդգես Ստեփանյանը զինվորական ծառայության ընթացքում ծանոթացավ Ֆայայի հետ։ Աղջիկն Ուկրաինայից էր, աշխատում էր աղյուսի գործարանում։ Երիտասարդները սկսեցին հանդիպել։ Վարդգեսի զորացրվելուց հետո նրանք ամուսնացան։ 1963 թվականին երիտասարդը հարազատներին նամակով հայտնեց, որ Հայաստան է վերադառնում սիրելիի հետ։ Այդ ժամանակ Ֆայան հղի էր։ Համաձայնությունը տվել են տատին ու պապին, ասել են, եթե սիրում ես, հետդ կարաս բերես։ Բերել է։ Տատիս շատ է հավանել Ֆայային, իր ասել շատ մաքրասեր կինա է, շատ աշխուժ կինա եղել։ Ասում ամեն օր, սենց օրը մի անգամ տները քանդում էր, դասավորում էր, աշխուժ, լավ հարաբերություններ են ունեցել։ Լուսանկարում Ֆայան է, Գալինայի մայրը եւ Գալինան է։ 1963 թվականին ծնվեց Վարդգեսի ու Ֆայայի դուստրը, Գալինան։ Որոշ ժամանակ անց ամուսինները վիճեցին, Ֆայան երեխայի հետ վերադարձավ Ռուսաստան։ Վարդգեսը չմեկնեց։ Հետագայում էլ ընտանիքը վերականգնելու փորձեր չարեց։ Հոր եւ դստեր միջև կապ ստեղծելու համար Ֆայան պարբերաբար նամակներ էր ուղարկում Սևան։ Վարդգեսը դրանք կարդում էր, բայց երբեք չէր պատասխանում։ Հետո նա ամուսնացավ երկրորդ անգամ, ունեցավ 3 որդի եւ 1 դուստր։ Նամակները միշտ եկել է հասել է, պապանը դրանք շատ լավ պահել էր։ Պապան միշտ իրան սենց մի հատ բան ուներ, ժիլետ ուներ, այդ ժիլետը սենց ներքին գրպանում էր, այդտեղից էր հանում, նա իմ էր թեքում էր, կարդում էր այդ գրառումը, նորից դնում էր։
իր մեջը բան կար այնց, որ իրան տանջում էր, իր սրտին էդի բեր դարձած ինչ-որ բաներ, մենք զգում էինք, որ այդ պակասներ, երևի ափսոսանքներ, երևի զղջումներ։ Նորից նույն հիշողություններն է, նույն տպավորություններն է, ոնց որ առաջ։ Վերքահավաքն եմ շատ հիշում, ուրախ երեխաներով դույլերը պահում էինք, խնձորներ էինք հավաքում։ 1980 թվականին Ֆայան Ստեփանյաններին նամակ ուղարկեց վերջին անգամ։ Ծրարում Գալինայի դեռահասության տարիքի լուսանկարն էր։ Վարդգեսն այն երկար զննեց, հուզվեց, խնամքով տեղավորեց ծոցագրպանում, բայց նամակին այդպես էլ չպատասխանեց։ Նամակներն անարձագանք թողնելու պատճառը հարազատները չգիտեն։ Վարդգես Ստեփանյանը մահացավ 2000 թվականին։ Վերջի տարիներին ինքը շատ հիվանդ է եղել, 7 տարի անընդհատ սրտի խնդիր է ունեցել։ Սրտի խնդիրը հենց այդ, ասենք, այդ թաքնված հոգսներ երևի թե իր մոտ շատ էր, հա, այս վերջի տարիներում ես անձամբ եմ խոսացել, ասում էի պապկուզեիր, որ աղջիկատ գտածել նենք, ասում էր, ու շատ հոգուցանելով էր այդ ամենաս։ Ափսոսում էր շատ։ Բոլորս միակարծիք ենք, որ գտնենք։ Ավելի շատ, որ ների պապային, որ թողել է իրանցը, որ չի գնացել հետևից կամ ինչ-որ այդ չի հետաքրքրվել է իրա։ Ես մտածում եմ իրանք մենակ են եղել, մտածում եմ ոնց է մեծացել, բայց միշտ եղել է էլի սրտից այդ փոքր հույս, որ կլինի մի օր, որ կհանդիպենք կամ կլսենք ինչ-որ լավ լուր, որտեղ է, ինչ է անում։ Միշտ այդ հույսը իմ սրտում ես փայփայել եմ, որ կգա այդ օրը։ Գալինա ջան, շատ ուրախ կլինեմ, որ մենք հանդիպենք։ Երջանիկ եմ, որ դու կաս, շնորհակալ եմ, որ դու կաս։ Շատ ուրախ եմ, որ դու կաս։ Դու ունես այստեղ մի մեծ եղբայրների հզոր բանակ, քեզ պաշտպանող բանակ, այն ինչը բաց ենք թողել, կաշխատենք ուղղել մեր սխալը։ Եթե մեզ լսում ես, հրավիրում ենք քեզ մեր հայրական օջախ, սպասում ենք քեզ քույրիկս Անուշս։ Պատմությունը սովորականներից չէ, վստահ եմ այն դիտելիս բոլորիդ մոտ օգնելու ցանկություն առաջացավ։ Բայց հավատացնում ենք, այս դեպքում օգնության կարիք ամենևին չկա։ Այս հայտով արդեն արդյունք է գրանցվել։ Իսկ թե ինչ արդյունքի մասին է խոսքը, կիմանաք հենց հիմա տեսանյութից։ 16 տարեկանում խորոված համտեսելիս Իվան Կուդինովն իմացավ, որ դա հայկական ուտեստ է։ Դեռ ավելին, իմացավ, որ իր պապիկը հայ է։ Այդ օրից Իվանը սկսեց հայերեն սովորել, որպեսզի գտնի հարազատներին եւ կարողանա հաղորդակցվել։ Ես արդեն գիտեմ ինչպես ասել բարև, գեղեցիկ։ Բարև это привет, это сырун, это красивое, значит, Վարի գեշեր, это спокойной ночи, я сам по себе дома։ Ես բարի մարդ եմ, հիշաչար չեմ, հատկապես պապիկիս հանդեպ։ Ինչու պետք է վիրավորված լինեմ նրանից։ Ոչ, ամենևին։ Մի անգամ հարցրի տատիկիս, որտեղ է հարազատ պապիկս։ Նա միայն ասաց, որ պապիկն ապրում է Հայաստանում։ Իվանի մայրիկի Գալինայի ծնողները ծանոթացել եւ ամուսնացել են Ռուսաստանում։ Վարդգեսի ու Ֆայայի դուստրը Գալինան ծնվել է Հայաստանում։ Մենք շատ լավ ընկերություն էինք անում, համերաշխ էինք։ Նա նույնիսկ գիշերվա ժամը 4-ին փախչում էր ու վազում ինձ մոտ։ Որ տեսներ տանն եմ, թե ոչ։ Ստուգում էր ինձ։ Խանդում էր։ Փառք Աստծո սիրել ենք իրար։ 2 տարի անց Ֆայան Հայաստանից դստեր հետ հեռացավ։ Որոշ ժամանակ անց նա Վարդգեսին ուղարկեց դստեր լուսանկարն ու իրենց բնակության հասցեն։ Դպրոցական տարիներին Գալինան եւս նամակներ է գրել հայրիկին, բայց պատասխան չի ստացել։ Երևի սիրում էի։ Փոքր էի, ընդամենը 1 տարեկան։ Դպրոցն ավարտելուց հետո գրեցի նրան, բայց ոչ մի պատասխան չստացա։ Շատ էի ուզում նրան տեսնել։ Ասում էին, որ ամուսնացել է, շատ երեխաներ ունեցել։ 2026 թվականին Սպասիր ինձ հաղորդաշարից Իվանն իմացավ, որ իրենց փնտրում են հենց այն բարեկամները,
որոնց հետ շփվելու համար նա հայերեն էր սովորում։ Իմ կրտսեր դուստրը, որն Անգլիայում է ապրում, ասաց՝ մայրիկ, ինչ ուրախություն է, ամբողջ գիշեր չեմ քնել, ազնիվ խոսք։ Իմ թանկագին հարազատներ, ես շատ ուրախ եմ, որ հանդիպելու ենք։ Ուզում եմ հնարավորինս շուտ տեսնել բոլորիդ։ Մայրիկս էլ շատ ուրախ է, քիչ էր մնում խելագարվեինք, երբ իմացանք, որ մեզ որոնում են։ Շատ զարմացանք։ Ուզում եմ երախտագիտության խոսքեր ասել։ Ամեն մարդ չէ, որ այսքան ժամանակ անց կուզի գտնել իր ազգականներին։ Այս քայլը միայն մեզ համար չէ կարել, նաև շատ այլ մարդկանց։ Շնորհակալություն եմ հայտնում, ես երախտապարտ եմ ձեզ այս ամենի համար։ Հիմա արդեն գիտենք ամեն բան։ Իսկ եթե կա հանդիպման երկուստեք ցանկություն, ապա դժվար չէ գուշակել, որն էր լինելու մեր հաջորդ քայլը։ Դժվար չէ նաև գուշակել, որ անակնկալն ավելի քան հաճելի պետք է լիներ։ Բայց մեր ուրախությունն ու մեկնաբանությունները լսելու փոխարեն ավելի լավ է դիտեք ինքներդ։ Տիկին Գայանե, մենք ձեզ համար նորություններ ունենք։ Չասեք։ Ինչ եք կարծում, լուսանկարում ովքեր են։ Թատրում եմ սա մայրն է, հա։ Հա, այո։ Սա ինքը, հա։ Ինչ լավ։ Պապայի երազանքներից մեկն էր։ Եթե պատրաստ եք, կարող ենք զանգահարել։ Ողջույն բոլորին, բարև աղջիկս։ Դուք եք տիկին Ֆայա։ Այո, Ես Գայանեն եմ։ Սա տատիկս է, ես թորն եմ։ Այստեղ մայրս է եւ դուստրս։ Ողջույն, ողջույն բոլորին։ Շատ ուրախ ենք տեսնել ձեզ, շատ գեղեցիկ եք։ Ես էլ եմ ուրախ։ Շնորհակալ ենք, որ այդքան խիզախ քայլի դիմեցիք եւ գտաք մեզ։ Մենք ուրախ ենք, որ ձեզ նման մարդիկ կան։ Ես նույնպես շատ ուրախ եմ։ քանի քույր ունեք։ Ես քույր չունեմ, 3 եղբայր ունեմ։ Իսկ ինչպես է մահացել ձեր հայրը։ Նա մահացել է 2000 թվականին։ 2000։ Ահա թե ինչ։ 25 տարի առաջ։ Իսկ ինչ է պատահել։ Նա հիվանդ էր։ Այո, սիրտն էր հիվանդ։ Սիրտն էր փաստորեն։ Շատ սիրում են вас, շատ սիրում են դոչուն կողշիժան։ Շատ սիրում են։ Մենք շատ ուրախ ենք։ Նոր ընտանիք ձեռք բերեցինք։ Ահա եւ տեսանք ձեզ։ Դեռ մտածում ենք, միթե սա իրականություն է։ Մինչև հիմա չենք կարողանում հավատալ։ Իրականություն է, այն էլ ինչպիսի։ Դուք նման եք հայրիկին։ Այո, նման եք նրան։ Նման եմ։ Իմ սիրելի գեղեցկուհի։ Շատ շնորհակալ եմ, Աքշիժան։ Մենք էլ ենք շնորհակալ, դուք հայրենը շատ էլ լավ հիշում եք, մեզ էլ եք հիշում։ Մենք իսկապես շատ ուրախ ենք։ Բոլորին փոխանցիր մեր բարևները։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Դեռ կհանդիպենք եւ կխոսենք։ Ես կազի շատ սիրում եմ, շատ սիրում եմ։ Աստված տա։ Это շատ սիրում եմ, լյուբլю։ Ուրախ եմ, որ կան, որ ամեն ինչ լավ է, առողջ են, լավ են։ Մեզ հիշում են, նույնիսկ հայերեն գիտեն, մարդիկ մեզ հայերենով հաջողություն ասեցին։ Շատ ուրախ ենք, կպահպանենք, համարներով կփոխանակենք, կպահպանենք կապը։ Տարիների երազանքը մեր իրականացավ, համ էլ հասկացանք, որտեղ է ով ինչ, որտեղ է բնակվում, էսի մեր համար մեծ լուրեր։ Շնորհակալ ենք շատ ձեզանից։ Այս դրական էմոցիաների համար, հանդիպման համար, ամեն բան պատահական չի լինում կյանքում, ինչ-որ մի բան, ինչ-որ բանից ծնվում է։ Շնորհակալ ենք ձեզ։ Շատ ուրախ էինք տեսնել նրան։ Տպավորությունները աննկարագրելի են։ Անմիջապես սկսեցինք պատմել ամեն ինչ։ Շատ տպավորիչ էր, հատկապես տատիկի համար։ Մենք շատ ուրախ էինք մեր հարազատին տեսնելու, լսելու, նրա հետ շփվելու համար։ Նա շատ համակրելի է։ Շատ ուրախ ենք։ Շատ։ Շնորհակալ ենք բոլորիդ։ Շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար։ Այս հուզիչ պահերին հետևելը միշտ հաճելի է։ Գտնել թանկ մարդկանց։ Այս երազանքի իրականացմանը հետևել երբեք չենք հոգնի։
Մենք անկեղծորեն ուզում ենք, որպեսզի յուրաքանչյուր ոք, ում սրտում կա այս երազանքը, անպայման մի օր զգա այն, ինչ զգացին այսօրվա պատմության հերոսները։ Ում նման բախտ կվիճակվի, կիմանանք արդեն հաջորդ թողարկումներից։ Իսկ այսօր հրաժեշտ ենք տալիս։ Հաջորդ շաբաթ հանդիպելու խոստով։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։